ներումը։ Այս աշխարհում մարդ չի կարա ծնվի, որ ինքը մեկին չնեղացնի ու մեկ իրան չնեղացնի։ Եթե ուշադրություն դարձնեք ավետարանին, Հիսուսի նման կատարյալ ոչ մեկը չի ծնվեց աշխարհում։ Բայց ինքն էլ էր նեղացնում։ Իր մասին գրված է, որ ինքը կոդրվածը չի փշրել, վարող լամպը չի հանգցրել կամած վարող, բայց ինքը նեղացնում էր։ Օրինակ, երբ Օրիան ասեցին հայրդ եղբայրները քեզ կանչում են, ինքը ասեց ով է իմ մայրը, ով է իմ եղբայրները։ Ես կարծում եմ, եթե մեկին մաման իմանա, որ տես բան ասում ժողովի ցաղի առաջ, մամաները կնեղանան։ Կամ մի կարիքավոր կին եկավ, ասեց երեխես դիվահարված է, խնդրում եմ օգնի, թեկուզ ինքը իր համար եք այդտեղ, բայց ասեց լավ չի որդիներից վերցնեմ շներին տամ։ Կարծում եմ, եթե հայ եղներ կվիրավորեր, կասե ինձ շան հետ համեմատես, կգնար։ Բայց Աստված մի հետաքրքիր տակտիկա ունի, իմանալով մարդու բնույթը ինքը տենց է անում։ Եթե խորը նայենք, կհասկանանք, օրինակ եթե մեկին $100 տաս, հետո ընթացքում դու $1000 յանից վերցնես քիչ-քիչ, ինքը չնկատի, սա կարելի ասել կողոպտել, թալաներ մարդուն, ճիշտ է։ Ոսկոս ոնց թալան, ես իրան $100 նվեր եմ տվել։ $100 տվեր հայտնի, բայց ծածուկ տարար $1000, սա գողություն է։ Իսկ եթե մեկից դու վերցնես $100, ու տաս այն նպատակով իրան տաս $100,000, սա գողություն չի համարվի, համաձայն եք։ Նույնը մեր Աստված է անում։ Եթե մի բան տենում ենք, որ Աստված թույլ է տվել չարիք մեր կյանքում, շուտ ենթադրություններ մի արեք։ Ինքը բարի է, սուրբ է, կատարյալ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու։ Ինչու մենք այս կյանքում պետք է խաչ կրենք։ Ինչու մենք այս կյանքում չենք կարա չսխալվենք, չվիրավորվենք, ունեց ապրենք, որ ոչ ոք մեզի չվիրավորի։ Եթե դա համատարած մեղքն է, սարսափելի մեղքն է, ինչ կարելի անել դրա դեմ, ոնց դրա դեմ պայքարենք, ինչի տարիներ անցնում են, ու մենք ոչ մի բան չենք կարա փոխենք։ Ես շատ երկար եմ մտածել դրա մասին, ունեմ կյանքի վկայություն, իմ մասին չեմ պատմի, բայց ես ասեմ ձեզի, իսկական ներող սիրտ ես չեմ տեսել, կարողական աստվածորդներ իրանց, բայց ես չեմ տեսել, իմ կյանքում հրաշ չեն եկել դե մարդիկ, որը կարա թշնամուն սիրի, այդ պատվերն պահի։ Կարող մարդիկ շատ սիրեն Հիսուսին, Հիսուսի մա կյանք դնեն։ Կարող մեկ իր ընտանիքի մա կյանք դնի։ Թշնամումը ոչ ոք կյանք չի դնի ու չի էլ սիրի։ Սա մի քիչ քրիստոնյայի հետ կապված կարևոր հարց է, բայց բացթողած հարց է։ Եթե ուշադրություն դարձնենք, կամ խնդիրներ, որ լուծված չի ու մենք հույսով ենք ապրում, կամ հասկանում, կամ չենք հասկանում։ Եթե մենք հասկանանք, ինչ սպասում ունի Աստված մեզանից, պրոստը պետք է նայենք Քրիստոսին։ Ես մի անգամ 10 տարուց հետո ապաշխարեցի գնացի Թիլվիս, հավլաբար նստած հաց էինք ուտում, իմ աղբերս ներկայացրեց իրան, ինձի շատ մեծարեց ու ասեց իմ մեծ աղբերն է, ես իրան հորպես սիրում եմ։ Ինքից մա հեր ա եղել։ Ես սաղի մոտ ասի սուտ է։ Դու ինձի հորպես եթե հարգեիր, դու ինձի կլսեիր։ Ու սրանց հետ սեղան չէր նստի։ Գիտեք, վիրավորեցի ես իրանց սաղին։ Ես իրանցից մեկն եմ եղել։ Բայց իմի ասել, իրանց հետ սեղան չէր նստի։ Սաղ նարկոման ու գող էին։ Իհարկե ու վիրավորվեցին, իրանք որոշին ինձի վիրավորեն։ Բայց ես տես քարոզում եմ։ Ես ինտրիգ գցեցի, որ թեմա բացեմ քարոզու, ախորս էր բան հասկացնեմ։ Նրանում չի, որ դու ինձ պատում ես լեզվով, նրանում է, եթե դու ինձի հնազանդ եղներ, եթե դու ինձ հորպես լսեր, պապան ու մահացավ, դու չեր եղնեի սենց ռեկետ կամ նարկոման, այսօր մեծ կենաց ասես, կենաց խմես։ Ստեղեկը շուրեկան ասեն, դու հոգևոր ես, ասում է այո, հոգևոր եմ, ասում իմ աղբերս քահանա է, իմ աղբերս հովիվ է, փառք Աստծո, բայց դու ընդունում ես այդ տեղը, հայրի հիվանդոտ տեղը, աչ կողմը խփես ձախը դեմ տաս, օրինակ մենք դա սխալ ենք համարում։ Ասեմ սա էր պատճառը, որ շատ տարիներ ես Սուրբ Հոգու նշան ստացել էի, բայց չէի ապաշխարում։ Ու ես ինձ բռնել էր նենց, որ ես ոնց կարամ ապրեմ, եթե մեկը ինձ կպնի, խփի, ես ոնց կարամ ադվետ չտամ, ոնց պաշտպանեմ իմ մորս, իմ կնոջս, իմ գերոջս, ոնց ես ինձ հոգևոր ոնց կարամ պահեմ, մնամ ասուն հավատարիմ եւ կարողանամ
Ինչ որ դիմադրել, սա շատ դժվար բան է։ Բայց ասում են դու դրա իմաստը հասկանում ես, որ ասում ես։ Կամ դու կարաս բոլորին պատասխան տաս։ Հա, ոնց թե։ Ասում քեզ լյուբոյ մարդ, որ մար, դե տղամարդկանց մամա թուլտեղը մաման է, ճիշտ է։ Պետք է մամային կպամսիա։ Ասում քո մորը հայոյեն։ Դու լյուբոյն ատվետ կտաս, լյուբոյ դեմքը կդուս գաս, ախպի ասում վիրավորում ես, մեզ ինչ ես խոսում։ Կարող է կուլ գնանք, ասի կուլ կգնանք։ Դուք կարաք ատվետ տակ ու մոր հաղթում եք։ Ու մոր չախտեք դուք վախից ձեկ չենք անի, որտե ձենանեք գերեզմանում կեղնեք։ Գիտեք իմ հայրը անվախ մարդ է եղել։ Սիբիրում ենք ապրում ենք ինքը մեր տուն հաց էին ուտում մի հատ Մալդավան ավտարից այդ տեղա կար։ Բայց ընդամենը գնաց չստերով, գնաց խանութ հետ չեկավ, կորավ։ Հետո ձմեռ իմացավ, որ այդտեղ այդ զոնի նայողը սպանել է իր անգերոջ։ Ես կյանքում չեմ տեսում հայրը վախենա։ Ինքը չվախեցավ, գնաց ասեց ես իմացել եմ դու ես սպանել։ Ինչի ես սպան, աչոտ ուզեց։ Ինքը սենց նայեց, ոչ գողական էր, ոչ բան, շատ ուժեղ մարդ էր։ Ասես, Վալոդիա, դու լավ մարդ ես, բայց հարցեր շատ ես տալի։ Գիտես, չէ՞ ու ձունը հալում է, մերելներ են դուրս գալի։ Մենք նստեղ ենք ապրում սիրելիներ։ Մի քիչ տարաշնի օրինակ բերեմ, օրինակ 12 տարեկան էի, Վիգլասեցի ու հարևանին բռնավորները բռնաբարել են կնոջը։ Մարդը քնած է խաբար չէր եղել։ Հետո խեշ մարդը ամոթուց այդ կնոջը ղրգեց տուն, ունդեղ շուն էին ուտում, այնտեղ ձունը հալում էր, մերելներ են դուրս գալի, իմ դասատուին, դասատուս պրապորշիկ էր ամուսինը, Կասիմ Սոտով վրից զեկեր անցել էին։ Այնտեղ նենց էր, որ մարդոս սպանում են չեն բանանում, ռասլեդվինա չէր եղնում։ Ծառը գցում էին վրին, ասում են ծառի տակ է մնացել։ Հիմա պատկերացեք, ինքը ունի կին 28 տարեկան ու երեխեք, ու հանկարծ ինքը կռիվանի, իրանք ցեն կարծեր։ Ինչ կեղնի իր տունը, պատկերացեք։ Իր համայլո չվախենար, մեզ մա կվախենար։ Որտեղ անվախ մարդը, հզոր մարդը ինձ մի բան սովորեցրեց ներմա մասին, որ ոչ մի գիրքում ես դա չեմ, կա շատ գրքեր եմ կարդացել, բայց չեմ տեսել։ Եթե մենք հասկանանք ինչի է պետք ներելը, մենք դաժե մի վարքյանք չենք ժամանակ ծախսի հարցնանք, արժի ես մարդուն ներել, թե չարժի, կամ ասենք ես ներել եմ, ինձի խափեմ, բայց երեսի չեմ ուզում տենամ։ Երբ որ իրան հələ չէին սպանել, ինքը իր սպանու, ով եկավ իրան սպանելու, կարակեց իրան չկպավ, գեդներ կպե։ Կարծեր էին նստե, զանգեց մորս, ասեց պատվելի հյուր ունենք, սեղան գցի։ Ինքը ում որ հարգում էր շատ, տուն էր բերում։ Ում որ տենց հանցագործ էին, գործընկեր են ռեստորան էր տամ թանգազը։ Հասկանում եք, չէ՞։ Ինքը տուն է բերում։ Մենք գիտենք նաչալնիկ միլիցին է բերում Արիոլ քաղաքի, որովհետև ինքը այնտեղ նստում էր 35 մայր տալիս էր, 15 կոպեկ մուծում էր, դուս էր գալի։ Մտածենք միլիցիան է գալու, մենք դենակում է բերել։ Այդ ռուսին, որ ուզում էր իրան սպաներ, որ կրակեց, որ չկպավ, որի պիստոլետը խլել էր ինքը։ Ու գիտեք, մենք շոկի մեջ ենք գանք սաղ, չենք հասկանում, այս մարդը ինչ ասում, այս ինչ անում։ Ու ինքը, երբ որ գնաց այդ մարդը, ասեց պիստոլետ բերեք տվեք իրան։ Խլելներ պահել են պիստոլետովին, այդ մարդը շատ շնորհակալություն հայտնեց, փաթվեց, ասում մենք աղբերներ ենք ու գնաց։ Ասի պապա, դու հասկանում ես, չէ՞, որ դու հիմի սխալ ես։ Ասավ չէ, տղա ջան, ես սխալ չեմ։ Ասում դու հասկանում ես այդ մարդուն քեզից կարծել են գցե, որ դու որպես բիզնեսմեն, վաղ 92-3 թվերին Կովկաս Չեչնեկ Ռիվերս կսե, հասները շատ ատում էին Սևազգին, գցել են այդտեղ ու ինքը այդ իր վնասողին պատժի, հետո իրան գլխին գործ բացեն, էլի։ Դե միլիարդատեր է, այն վաղ կարելի ասել միլիարդատեր էր։ Բայց ինքը ներել էր։ Ու ինձ շուր եկավ ասեց. Դավիթ ջան, այդ ներել իրան պետք չէ։ Ես գիտեմ, ինքը ձևական է, իաշայից է խնդրե։ Այո, պիստոլետը եթե չտանք, ակազից ինքը ոստիկան է։ Եթե ոստիկանը պիստոլետը կորցնի, դա դա հասնում, գիտեք, չէ՞։ Կարող էր պիստոլետը հիմա ներողություն խնդրես, բայց ներումը ինձ է պետք։ Ես ասում եմ, գիտեմ, որ Հիսուս ասել է, ով որ սրտան չների, իրան է հայրը չի ներ։ Ես հանցագործ մարդ եմ։ Ես չար մարդ եմ։ Ես ուզում եմ փրկվեմ։ Այդ մարդը մորս հանդեպ լավ չի վերաբերվել։ Դավիթիս հետ իմ բարեկամների մոտ գնացինք, ինքը յաշկով տեսավ ոնց են պաշտե հորս։ Մերելա միջին պաշտում են, ինքը ամենահարգված սիրած մարդ է եղել, բայց մորս չեն սիրում։
Բայց մամաս այնքան ներողամիտ ա եղել, որ իր ներողամիտության պատճառով ես կարողացել եմ սովորել ներել ու տեսնեմ իմ հորս գոնե մի քանի տարի, եթե էդ էլ չեղներ, ես հորս էջս вообще չէի տենանք 34 տարեկան սպանեցին։ Երեխեն սովորում է սիրել, ներել, տունը, ինչ որ տենում է, էդ էլ սովորում է։ Հոգ հավատացյալը եկեղեցում եղբայրների քուրերի միջոցով, քարոզի միջոցով։ Որ կինը կների, եթե իր ամուսինը սիրուն բերի տուն, ասի դու սենյակից դուրս ա մեզ խանգարում ես, որ կինը առավոտ կվեկանա սեղան գցի իրանց հիմա։ Իմ մամաս վեկացել սեղաներ գցե։ Ու այդ կինը, սիրուհին, ամոթուտ էլ չէր կարող մեր տունը գար։ Ինքը այդ ատելությունը սրտի մեջ տեղ չէր տալի, իր մարդու հանդեպ սերը սեղանը, այդ ինչ։ Ես ասում եմ մամա, ես դες մեծ եղնեի։ Առաջին ես հորս կսպանեի, որ տես բան արե, երկրորդը քեզ չէի թողնի, որ դու այդ ապրես։ Ասես Դավիթ, զատո այդ կնիկ էլ չկարողացավ գա մեր տուն։ Խիղճ տանջի այդ մարդը, ասավ, այ մարդ սուրբ կնիկ է, ես չեմ գա, ես էլ չէի կարա։ Գիտեք, հետաքրքիր է, ինչ էր ինքը տենց անում, մորս քան սիրում էր, ինչ էր տենց անում այն։ Չարը բռնել էր իրան։ Իր սրտում չներում կար։ Ինքը ոչ թե մարդկանց չէր ներում, ինքը իրան չէր ներում։ Ինքը իրան չէր կաներել, դուր էր բացել, սատանան միշտ հանում էր իրան, ում դեմ հանում սատանան, ում որ սիրում ես, դրա դեմ հանում, քու ձեռքերով նրան ամենասն, որտեղ ամենամեծ ցավը դու կարաս տաս։ Ամենամոտիկը դու ես, ամենաթույլ տեղը դու գիտես։ Մամաս միշտ ներելա, քանի անգամ ասում ուզում եք գնայի քուրգետ ընկնեի Դավիթ, քանի անգամ եմ փախե հետ եկե։ Սերն ա կարողացել ծածկել այդ ատելությունը, ու մենակ այդ ատելությունը կարողացել է հաղթել այն սերը, որը աստվածային է, որտեղ դա մարդկային չի, ինքը մարդկային բան չի արել։ Չի կարդացել Աստվածաշունչ, չի կարդացել, բայց մաքուր սիրտ ունես, ինքը ուզեցա սիրել։ Գրված է, չէ՞, ով սիրում է, նա Աստծուն ճանաչում է, ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, դա Աստված սեր է։ Ես դա տեսել եմ։ Ես կարդացել եմ շատ ուժեղ մարդու գիրք, որը նենց լավ էր գրում, բացատրում ասին կրթված ինչ գրագետ մարդ է։ Երանի ես sense կարողանայս ներմա մասին բացատրեի։ Բայց հետո իմացա ընկերոջս ռեստորանում չի ուզում մի մարդու հետ կողքը նստի, որը իր եկեղեցու գնացել է, որը իրան հանարգել է։ Ասում է, լսի, այդ մարդու կա, ինձ այդ սեղանի չնստեցնես։ Իմի հարց առաջանում, եղբայր ջան, այդ քու գրած է, ինչ գրոշ գին ուներ։ Ում մայր գրե։ Ես գիտեք մի չեմ հասկանում։ Ես իմ փորձից ասեմ։ Արտավազ ախպերը կարա չհամաձայնվի, դուք իրան լսեք։ Ես մտածում եմ, որ քարոզիչը առաջինը պետք է հասկանա այդ խոսքը իրան է վերաբերվում։ Դու էլ այդ քեզի քարոզի հետո արի, շատ քարոզիչներ ապրում են սխալ ու գալիս են բեմից խոսում են իրանց է վերաբերում։ Բայց դու տենում ես որ քեզ է վերաբերում, այ բայց դու չունես չներում։ Դու էլ այդ լավ կաս բացատրես, բայց քեզ բացատրի։ Ստի հարց առաջանում, ո՞նց կարան ծառայողները դաժե, որ աղուլուս են լինելու, ասենց դժվար է այդ ներելը, ասենց պրոբլեմատիկ է, որ Սուրբ Հոգի ունեցած մարդը չի կարող հաղթել այդ զղրության, ատելության։ Չէ որ մենք կարդացել ենք որ սատանին տեղ չտաս, չտրտմացնեք Սուրբ Հոգուն։ Մենք լավ գիտենք դրա մասին։ Բայց ո՞նց կարանք մենք այդ սերտում ապրենք։ Ես մտածում եմ որ այստեղ մի ահավոր բան ենք բաց թողել։ Մենք չենք հասկացել որ ատելությունը անհնարին է հաղթել, եթե սեր չունենաս։ Ամենազորությունը չարության մեջ ատելությունն է։ Սա ասենց ասեմ, գերազանց ճակետավոր զորությունն ու մարդը նավսյո ամեն ինչին կգնա, չի կան, ուժ կվերցնի, դևեր կմտնեն ավելի կուժեղանա։ Եվ դրա դեմ հակատետի թույնը, դրա հակատույնը մենակ սերն է, Աստծո հանդեպ եւ մարդահասիրությունը կարա հաղթի դրան։ Գիտեք իմ հայրին չի իրան չէր կարող ներել, որովհետեւ ինքը պատահական իմ քուրիկին երեկամսական սպանել էր։ Երբ որ իրան մեր հարևանը հավատացյալ ասեց Հալոջայ քեզի Աստված կների, ինչ էլ արած եղնես, ասեց ես գիտեմ։ Ես ինչ եմ կարող ներեմ։ Ես երեխուն գրկել էր թարս, գլուխ առնում էր, կա թե ինչ էր եղել։ Եթե էլ երեխան սպասված ինքը աղջիկը համա գժում էր։ Ես sense նայում եմ այդ թակարդների մեջ սատերս ենք ընկած։ Որովհետև մենք Աստծո խոսքը լսելով, Սուրբ Հոգի ունենալով, մի մեծ չարություն ենք թույլ տալի։ Ոչ կարանք ներենք, ոչ է կարանք ներում ընդունենք։ Ու մենք նայում ենք Աստծուն, ոնց որ մի պստո արդար դատավորի ու չենք նայում, նա գիտա, որ դու խափված ես, նա գիտա, որ դու չես դիմացել։ Դրա համար քեզ Սուրբ Հոգի ա տվել, խոնարհվի, հնազանդվի, նվիրվի Աստծուն, որ կարողանաս հակառակվել սատանային։ Եթե դու Աստծուն նվիրվես, հակառակվես, եթե չնվիրվես, չես կարող, քեզ նայած ուժեղ է։
Ու շատ անգամ, որ մեր սրտերում կարողանում է գոհատևի ատելությունը, չներումը, թե մենք մեր հանդեպ, թե ուրիշի հանդեպ, սա նա է, որ մենք այդ չենք ճաշակե Աստծո սերը։ Հեշտ մտածել եք, եթե Հուդան վերադառներ ապաշխարեր, եթե Հուդան ընկներ Հիսուսի ոտներին, ներում կստանար։ Ես կարող սխալ եմ, բայց ես կարծում եմ, եթե Աստված ողորմած այն դևերին ու խնդրեցին ժամանակից շուտ իրան չպատժի, խղճած, ասա թող, խնդրում եմ, ասա գնացեք։ Միթե Հուդային չէր ների։ Հուդան զղջաց, բայց չապաշխարեց։ Ցանկ տարբեր բան է, դու կարաս 1000 անգամ խոստովանես, զղջաս, բայց մի անգամ էլ չապաշխարես։ Ես հետազոտեցի, որպես հովիվ ինձ ավելի հեշտ է դա տեսնել, որովհետև ամեն մարդու հետ խոսում եմ, ու ներս էլ լավ գնամ։ Հերս մեռնելուց առաջ ինձ նոր կտական նվիր տվեց, ասեց. Դավիթ ջան, ես չկարողացա այս ավետարանը ապրեմ, դու Երանի տղա կերնես ու երջանիկ կերնես, եթե այս խոսքով ապրես։ Երբ որ իրան սպանեցին, ինքը Հիսուս Քրիստոսի ներողություն խնդրեց, ժպիտ երեսը ննջեց։ Գիտեք, սա իրական պատմությունն է, ոչ կանչացնում եմ, ոչ դաժե մանրամասը չեմ պատմում։ Բայց ուզում եմ, որ հասկանանք, որ քրիստոնյաները մի հատ մեծ բաստողում ունեն ու պետք է վերադառնանք արմատներին։ Ինչու՞մ է բարի լուրը։ Բարի լուրը նրանում է, որ Տերը մեզ սիրում է։ Բարի լուրը նրանում է, որ Տերը մեզ ներել է։ Ու մենք պիտի գնանք նրան, ով որ ներում է բազում մեղքերը եւ բժշկում է բոլոր հիվանդությունները։ Մենք պիտի գնանք դրա մոտ, ուրիշ ձև չկա։ Հավատացյալները թողել են մարդասպանությունը, անարակությունը, գողությունը։ Սաղ ինչ երևում է, ինչ տեսնում են, թողնում են։ Բայց ինչ որ չի երևում, մարդու աչքը չի տեսնում, նստած են իբր թե ոչինչ չի եղել, ու հանգիստ առանց խոստովանելու հաղորդություն կընդունեն։ Բերեք անկեղծանանք Աստծո առաջ, որովհետև Աստված անկեղծի հետ անկեղծ է, ու մենակ մաքուր ստորներ են կտենան, կապ չունի դու որ եկեղեցու ես, քան տար հավատացյալ ես, եթե ցիդ մաքուր չի, դու չես փրկվի։ Դու կկորցնես այդ շնորհքը։ Կամ թե չենքան կտարապես, մի ոտդ կտրված, վառված, մի կրակից կփրկվես։ Դու պետք է հասկանաս, որ երկինք ոչ մի պիղծ բան չի մտնի։ Դու չես կարող համ Քրիստոսի ձեռքը բռնես, համ սատանային։ Դու չես կարող երկու գավաթից խմես, համ դևերի գավաթից չներման ատելման նախանձի, կամ գազ սուրբ գավաթից խմես, որը ներվել ես։ Մենք բոլորս ուզում ենք ու մեզ ներեն։ Բայց երբ հասնում է հերթը մեզի, մենք չենք կարող ներենք։ Հիսուսը արագ պատմեց, հիշում եք մի մարդու մասին, որ շատ պատկեր ուներ իրան ներեց։ Շատ պատկեր ուներ, ու իրան Տեր ասավ դե լավ է։ Գնալ կնիկ երեխու ծախու պատկեր փագի, ոնց ունես փագի։ Լաց եղավ, աղաչեց, տարապեց։ Հետո խղճաց, ասավ դե մեկը 20 տարի 20 անգամ էլ 100 տարի ապրի, այս պատկը չի կարա փագի։ Ավելի լավ է ներեմ այդ պատկերը։ Բայց այդ պատկատերը դուս եկավ, փոքր պատկատերին, փոքր գումարել, խեղտեց։ Բեր, դուր։ Եվ Տերը իմացավ, ջղայնացավ։ Հիմի հարց առաջամ, Տեր ինչի ջղայնացավ։ Իրա ինչ գործն է։ Էն իրա գործներ, չէ իրա գործն է, հարազատ ջան։ Սես մի հատ պայման կա, եթե դու չներես, սրտած, շեշտում է, քեզ է չի ներվի։ Դու կամ սիրում ես, կամ կեղծավոր ես, դու չես կարող ուրիշ ձևի, կամ դու ներել ես, կամ չես ներել, որովհետև եթե դու չես ներել, ամեն օր աղոթում ես, ների իմ նեղքերս, ոնց որ ես, թող իմ պարտքերս, ոնց որ ես, դու պրոստը ամեն օր ոսկորանում ես կեղծավորության մեջ։ Ուր կհասնի 20 տարուց հետո քո սիրտը։ Հետո կզգաս, որ ներկայություն չկա։ Ոչ թե ինքը կգնա, հայ դու իրան չես տեսնի։ Ինքը միշտ էլ միջև շունչը 10 կողք կտենք հավատարիմ է ուխտին։ Ես հետազոտեցի ու տեսա, առաջինը ոչ բոլորն են ամբողջովին նվիրվում։ Ոնց որ գրած է այն թագավորի մասին, որը կուրքերը հանեց, բայց ոչ բոլոր, որոշ բարձունքներ թողեց ու գրված է, որովհետև իր սիրտը ամբողջովին չէր տրված Աստծուն, թեկուզ լավ բաներ արեց։ Իր հորից լավ բան արեց։ Շատ մարդիկ կան, ամբողջովին սիրտը չեն տվել Աստծուն։ Ու Տերը ոչ բոլոր ոլորտներում է կարողացել լուսավորի։ Թե կարող է ֆինանսի մեջ հավատարիմ չես, կարող է պատվիրանների մեջ հավատարիմ չես, ինչ որ բաների մեջ, բաց թողում ունես, ասում ես, «Ստեղ, Տեր ջան, ես քեզ կլսեմ», այս հարցում էսի մազնականն է։ Ու սա մեծ խնդիրներ է ստեղծում։ Սիրելիներ, Աստված լուրջ է մոտիկանում այդ հարցին։
Երբ որ խփում են աջ կողմին, ձախ կողմը դեմ տուր։ Սա շատ կարևոր է։ Հələ փորձի մեկին խփի, դե ձախ կողմը հավատացյալ դեմ կտա, թե ապել ատվետ կտա։ Մեղքի գիտակցությունը սա ապաշխարության առաջի քայլն է։ Եթե դու չես գիտակցում, ու դու մեղարու մարդ ես, ներումը դու չես կարող ստանաս։ Պատկերացրեք մի sense բան։ Մի հանցավոր մարդ է սպանել, ում չգիտի օրենք է խախտել, ում չգիտի իրան ծմա մահապատիժ է սպասում։ Բերեն ոստիկանները նստեցնեն բերդ, բերեն դատավորի մոտ, առանց բացատրելու თუ ինքը ինչ արե, առանց իմանալու թե ինչ է սպասում, ասեն, քեզի ներված է, այդ մարդը բան հասկանա, քսիրի, այդ դատավորին գնատի, որ իրան ներված է, կամ ուրիշն իր տեղ նստե։ Չէ, նորից գնա կսպանի։ Որտեղ ինքը չհասկացավ ինչ էր արել, ու չհասկացավ ինչ հետևանք էր սպասում իրան, ու դրա վրա չի գնահատում ինչ աներվեր իրան։ Դա համար է շատ մարդիկ գոլ են, իրանք չեն էլ հասկացել, թե ինչ է իրանց ներվե։ Որտեղ իրանք հասկանային ինչ է իրանց ներվե, իրանք շատ կսիրեին ու շատ երախտապարտության կզգային, ու իրանք չէին մտածի, ներեմ թե չներեմ։ Եթե քու խաթուր չկարողանաս, Աստծո խաթուր հաստատ կներես, որովհետև նա է քու գլուխը ու նրան մուտի գնաս դու։ Առաջինը, որ ես կուզենայի ուշադրություն դարձնենք նրան, հավատացյալը չի ներում, որովհետև ինքը չի հասկանում ու տարբերություն է դնում մեղքերի մեջ։ Չներումը չի տարբերում գողությունից, անարակությունից։ Օրինակ ես չեմ տեսել, եկեղեցիներ կար որ մարդը շնություն անում, կդրում են եկեղեցուց։ Ես չեմ տեսել այդ եկեղեցում չներումը հիմա կդրեն, բայց չներումը ավելի մեծ մեղք է։ Եթե մարդը շնացավ մի անգամ, ընկավ, սխալվեց, ցայտակեց, ինչ որ մարմնի ցանկություններ ուներ, չդիմացավ, չներող 24 ժամ սուտկա մեջ է դրա մեջ ապրում է։ Ամեն ժամանակ, ամեն վայրկյան, ինքը դրա մեջ է, այդ մեղքի մեջ է։ Հագործում, քնում է չներումով, զարթնում է չներումով, նա ապրում է չներումով, նա աղոթում է չներումով։ Ոչինչ չի կդրում դրանց։ Ու ավտոմատ սովորեցնում են, որ տարբերություն կա։ Իսկ Աստված ասում է ոչ մի ամաքուր բան եկին չի մտնի։ Տարբերություն չկա, հարազատ ջան։ Տարբերությունը սա է, ու ես չներումն էլ անարակությունը հոգևոր համարում։ Ոնց ես կարամ չներեմ, եթե ինձ Աստված ներել է, ու եթե ինձ Աստված ներել է, ես պետք է ներեմ։ Հավատացյալը չսովորեց ներել նրան, ում որ Աստված է ներել։ Ու չսովոր ընդունել նրան, ում Աստված սուրբ է համարում։ Չի սովորել այսքան վաղվա։ Ինչի՞։ Սերը խորը չի ճաշակել։ Ատելությունը չի հաղթարել։ Եվ դու չներում ունես, քո ուղեղը չի աշխատում հոգևոր։ Դու դառնում ես երեսանց հավատացյալ։ Դու քարոզ լսում ես, նա սիրտդ չի մտնում։ Գլուխդ մտնում ու մոռանում ես։ Դրա համար չես աճում, որովհետև սրտիդ մեջ կա չներում։ Երկրորդ բանը, որ հավատացյալը չի ներում, ինքը չի հասկանում դրա հետևանքները սարսափելի եւ հոգեպես եւ ֆիզիկապես։ Ֆիզիկապես իմունիտետը թուլանում է չներող մարդուն։ Ինքը դավլենիայի սրտի հետ ուղիղ կապ ունի, շաքար հիվանդության հետ։ Շատ բժիշկներին ու հարցնեք կտեսնեք, որ 99%-ը ներվերի խախտումից է գալի, մահացում է հիվանդությունները։ Չներող մարդը, կրկնեմ, 24 ժամ խաղաղություն չունի։ Ամեն վայրկյան հենց հիշեց այդ մարդուն, իր խաղաղությունը կորցնում է։ Ինքը չի կարա չհիշի այդ մարդուն, որովհետև այդ մարդու անունը կարա տեսնի, լսի, կամ նմանացնի, ու ամեն անգամ թեմա է դառնալու իր համար, ու ինքը կորցնում է ներկայությունը, կորցնում է հաղորդակցությունը Աստծո հետ, ու ինքը անխափում է ինձ ներել եմ։ Մյուս պատճառը մարդը չի ներում, ինքը չի ուզում անկեղծ ինքը իր հանդեպ։ Խափելու հատկություն ունի իրան։ Ամենասարսափելի բանը նա է, որ մարդը ընդունակ իրան խափելու։ Դա կոչվում է մոլորություն։ Ի՞նչ է մոլորություն։ Հավատալ քո հորինած ստին։ Ինքը խափում է ներելա։ Եթե ես ներել եմ, ախպեր ջան, դու քո ճամփով, ես ինձ ճամփով, դա ներել չի, հարազատ ջան։ Ինչի՞։ Ես կամենում եմ մարդու փրկություն, աղոթում եմ, թող Տերը փրկի իրան, բայց Հիսուս ջան, դրախտում թող ինքը այն մյուս փողոցում ապրի, ես այն մյուս փողոցում, դա ի՞նչ ներելա։ Այդ ինքնախաբեությունն է։ Ինքնախաբեությունն է։ Եթե դու հասկանում ես ներելու հտավանքը, դու կարաս դաժե ներես նստվածք մնա։ Ու այդ նստվածքը նորից քեզ բերի չներման։ Ու դու նորից կորցնես խաղաղությունը, ու ինչքան դու թաքցնես քո միմիկաները դեմքի, քո տոնը խոսալու, քո խուսափելը մարդու հետ շփվելու, մատնելու է քեզ, դու չես կարող թաքցնես, ծոցիդ մեջ պահես կրակը ու չվառի քեզ։ Ու երբ որ քեզի կասեն բան ա եղել, դու հենց մեծ սուտ եք խոսած սրա, վրին կասես ոչ մի բան չի եղել։
Քանի որ հավատացել ես, չես ուզում ճիշտ ասես, ատում եմ քեզ, մահտ եմ ուզում, որովհետև դու ինձ ցավ ես պատճառել։ Ուզում եմ քեզ ցավի։ Դա բնական մարդու բնույթն է։ Երբ որ մեզ ցավ են պատճառում, մենք ուզում ենք ցավացնենք, անկախ մեզանից, ուզում ենք պատասխան տանք։ Բայց ով մենք ցավ ենք պատճառում, դրանով մեր սիրտը չի հանգստանում։ Մենք մտածում ենք, թե խփեմ, սիրտս հանգստանա, պորտը տեղը դնեմ, սիրտս հանգստանա։ Դու որ տանես, ավելի ես բռնվում, որովհետև դևերը մտնում են քո մտքիդ մեջ ու սկսում են աշխատանք տանել հետդ։ Ոչ ոք վրեժ լուծելով չի կարողացել։ Ինչի այդ առակը պատմում, որ Աստված ասում է, որ վրեժ լուծությունը հարցի լուծում չի։ Մի վրեժ լուծի, մի հիշաչարեղի, ներել ես, մոռացի, եթե չես մոռացել, չես ներել, դու խոսալու ա լեզուդ, ինձ լեզուդ խոսում է սրտի ավելցուկից։ Դու ուզում ես հիվանդանաս ֆիզիկապես, մի ների։ Ուզում ես հոգևոր հիվանդանաս, ապրի դրա մեջ, կապ չունի դու ճիշտ ես թե չէ։ Կարող է իրոք դու մեղավոր չես, հարազատ ես։ Կարող է իրոք ինքը չար մարդ է, այդ ով քեզ ցավ պատճառել։ Հակ ավելի մոտիկ մարդ է, հարազատ մարդ է, ավելի ցավոտ է, բայց իմացի, նա հանգիստ քնելու է։ Իսկ դու չես կարող քնես։ Ոնց երես ասեց, ներումը ինձ է պետք, Դավիթ։ Ինձ։ Դրա համար երբ դու մեկին մտածում ես ներել պետքա թե չէ, ների հարազատ ջան, առանց մտածելու։ Եթե չես կարող, կանչի քո կյանքում ասում, եւ Սուրբ Հոգին քեզի խոստովանի եւ Սուրբ Հոգին քեզ կտա ամեն հնարավորություն ներելու։ Մյուս բանով մարդը չի կաների, ինքը փախչում է նրանից, ով որ իրան հալածում է։ Ոստեղ ինքը պատվիրանա նախախտում, սիրի քո թշնամուն։ Եթե դու չես կարող ներես, քո տնեցուն։ Մամաս, պապայս նեղացել եմ, գնամ տուն առնեմ, առանձին ապրեմ։ Ապրի ախպեր ջան, ապրի։ Մի պատվի հորուն մորդ, տնամ կյանքդ լավ կեղնի թե չէ։ Ապրի։ Լավ, մամա, պապա լավ խասյատ չունի, յոլա չես գնում, գնա ապրի։ Դու կարծում ես հարց ես լուծում։ Մամա, պապա եթե վատ բնավորություն ունի, քո մամա, պապա ամեն դեպքում դու պիտի սիրես հարգես, որովհետև պատվիրան չի ասում լավ մամաներին հարգեք, լավ բնավորություն պապաներին հարգեք։ Բայց լուբոմ դեռ դու գնացիր, դու չես կարա այդ ատելությունը չներումը։ Գնա քեզ, թողնես քեզ այն։ Դու մեկը հետը տարար։ Մամա երեսը չես դնում, պապա երեսը չես զանգում, չես խոսում, բայց Աստված ոչ անի, գնան ես աշխարհից, հետո մազերդ փոկելու ես։ Հետո սատանան դե ասի դու ինչ հավատացյալ ես։ Հա, նրանք աշխարհիկ էին, նրանք քեզի աղանդ էին ասում, չէին նետում։ Դու ինչ ցույց տվեցիր իրան, բա դու աղուլույս ես, բա դու հանդուրժեցիր, բա չեր գրած թշնամոց սիրի, բա դու քո ճանապարհն հետ հաջող էր Աստծուն, այ եթե հաջողներ, քո թշնամիները հետ քեզ հետ հնգեր կեղնեին։ Տեսա՞ր, որ այս մարդը կախարանն է գնի, Ժողովուրդ ջան, հոգեկանը խանգարվի, որովհետև չի կարա հողը հետ ասի, մամա կներես, պապա կներես, ու թողեցի ձեզի թոշակի վրա, ու մոռացաք ինձ։ Չի կարա հետո։ Հետո մենակ Հիսուս կարա։ Մենակ Հիսուսի ոտների տակ ընկնելը կփրկի այդ մարդը։ Ինչի են ընտանիքները քանդվում սիրելներ, որովհետև չկա հանդուրժողություն։ Որովհետև մտածում են, թե կնիկը պետք է կատարյալ եղնի, ամուսինը պետք է կատարյալ եղնի։ Քուրեր ջան, սերիալ քիչ նայեք։ Ձեր ամուսինները այդ սերիալ տղեն կյանքում չի դառնա։ Էտա ինչ օրել է։ Ինչքան է պահանջեք այդ տղոց, այդ տղեն կոդարելու, ջարդվելու, ատելության եք լցվելու։ Ինչ կա սերիալի մեջ։ Ոչինչ չկա, ինչ ես արդեն քո մարդուն նայում, որ ինքն հեչ նման չի։ Ես չգիտեմ ով այնտեղ հերոսը սերիալի։ Լուիս Ալբերտոին երթանդրենք։ Ես տղեն նայում է, կնիկը նայում է, ինչի նման ասա, հե։ Մի անգամ իմ կինը աշխարհիկի ասեց, իմ սիրած դերասանն է, խանդոտ եմ եղել։ Ասեց երեսն ասի, ինչ ասիր։ Իմ սիրած դերասանը շատ է սիրում իրան։ Սես նայում ես, չէ, ջոգեց ու արդեն ֆազեր սկսի։ Մի քիչ նայեք, հարազատներ ջան, այս տղեն հետո կսկսի հալածել ձեզի, ու դուք կսկսեք ջղայնանալ։ Գիտեք, ես պարտականություն եմ գտնում առաջի հերթին օգնեմ ընտանիքներին, սա շատ անշնորհակալ ծառայություն է։ Բայց այդ թույլ ընտանիք եղավ, սիրելիներ, թույլ եկեղեցի կերնի։ Ես շատ մեծ ռիսկ եմ անում, խառնում եմ այդ հարցերում։ Ու տեսել եմ 99%-ը իրար ուզում են փոխեն ու երկուսը իրար չեն կարող փոխեն։ Ու ամեն մեկ իրան ճիշտ է համարում ու մեկը մյուսին չի ուզում հանդուրժի։ Դաժե զոհասեղանին դնում է, իրա ճշտի խաթր զոհասեղանում է, ոչ թե միայն իրա հոգևոր վիճակը, դաժե երեխեքի ապագան։ Չէ որ բաժանումը ամենամեծ հետևանքն է թողնում երեխեքի վրա։ Դուք մեկացել եք, մեկ եք դարել։ Всё, դուք բաժանվեք, չեք երջանիկ։ Դաժե ամուսնանակ չեք երջանիկ եղնի։ 100% բան եմ ասում։ Դա Աստված է ասում։ Դա անհնարին է։ Դա անհնարին է։ Դրա համար
Մենք պետք է հասկանանք, որ մենք ընդունակ ենք սխալվելու։ Եթե սիրում ենք իրան, մենք սխալվենք 1000 անգամ։ Սխալի հետևանքները իհարկե մեղքն է եղնելու, մեղքի հետևանքները իհարկե անեծն է եղնելու։ Դու սխալը տուղում ես, մեղքերը թողվում է ինքս ինքյան։ Խոստովանում ես, անեծքը կտրվում ամեն ձևի։ Ու դու տենց անելով, դու հանդուրժես ամեն անգամ։ Պետք է հասկանաս, ինքը նոր ամուսինը, ինքը չգիտի ինչ ամուսինը։ Նա նոր ակիները, չգիտի ինչ անի։ Նա նոր ակեսուր դարե, զոնքաշ դարե։ Ամեն դեպքում այս տնային հարցերում մենք բաստողներ ունենք։ Հավատացեք, շատ անգամ ես նայում եմ ռուսներին, ասում եմ մեր Երանի մեր հայերը սենց եղնեն։ Իրանք այնց հեշտ են բաստողնում իրար երեխեքին, բայց մեր հայերը չեն կարող բաստողնել։ Ամեն ինչ ուզում են կոնտրոլի տակ բան, սա իրաց ասածով տեղ։ Եթե իրաց ասածություն նեղանում են, ամեն թող մարդու կնիկեն իրանք որոշեն ուր գնան հանգստան, ինչ չանպայման պիտի գնան ձեր գյուղը։ Չգնացին նեղացավ, չի խոսում հետները։ Այսպես պրիմիտիվ ես չեմ տեսել ընտանեկական լուրջ խնդրեմ ունեցող որ բաժանվում են, չէ՞ ուշադեն, մենք բուսցակ բանի հիմա, ինչի, որովհետև չներում կա։ Հարցը այդ հարցը չի։ Հարցը այն հարցն է, իրանք էս տենում են, այնը չեն տենում։ Եթե ասում է, ինչ օգուտ ունեք, եթե դուք սիրեք ձեր սիրողներին։ Հիմի պատկերացու դու կարաս սիրես մեկին, որ գրիտ քեզ բամբասում է։ Կամ ազգի թշնամին է։ Կամ քեզի նախանձում է։ Ամեն անգամ բարև ես տալի, քեզ ասում է չուր կա։ Իմ մոտ տես բան եղել է։ Ես էլ ասում եմ, я знаю։ Անիծում, ասում եմ, благослови тебя Господь։ Ես նայում եմ, գիտեք, ոչ ոք քեզ չի կարող վիրավորի բացի քեզանից։ Եթե դու ընդունեցիր վիրավորանքը, դու ես մեղավոր։ Մի ընդունի վիրավորանքը։ Ու ասեմ ձեզի, իրանք այնց անզգամ են, պարտված են զգում, երբ որ չարը չի հաղթում։ Ասես նայում ակես չգիտի ինչ անի, հայո էլ օգուտ չունի։ Просто թոնում գնում է։ Ինչի՞, որտեվ չեմ վիրավորում։ Ինչի՞, որովհետև ես գիտեմ, այդ ինքը չի։ Այդ տևն է։ Մյուս պատճառը հարազատներ ջան, որ հավատացել են միջև այսօր չի կարող հասկանալ։ Ինքը կարդում է այդտեղը, մեր կռիվը Մարմինի արյան հետ չի, ու սա կյանքը Մարմինի արյան կռիվանում։ Մեր կռիվը Մարմինի արյան չի դիվական իշխանության, հայ հարազատ ջան, եթե դիվական իշխանը դևերից նեղացի, ինչ ես այդ մարդուց նեղացը։ Եթե ինքը դիվական ազդեցության տակ է, աղոթ իր համա, քշի, սիրի իրան։ Իմ ծառայության մեջ նկատել եմ, որ մարդիկ կա տունը վիրավորված կամ ուշ եկեղեցուց եղալ գալիս են մոտ, ինձ անհարգում են ու վիրավորում են։ Ես առաջ նեղանում եմ, ջղայնանում եմ, հետո հասկացա, սա հարց չի լուծում։ Ես այն չեմ կարող մարդուն ծառայեմ, չէ՞ որ այս վիրավորվածներ կարիք ունի բժշկվելու, բայց ես հովիվ եմ ոնց այս մարդուն օգնեմ։ Գիտեք միակ բանը, որ ես կարամ իրան օգնեմ, պրոստը իրան լսեմ, իր անհարգանքը կրեմ, իր այդ կծածը ու կծումա ձեռից է թողնեմ, թող ատամները մեջը թողնի, միջով հոգնի, չանգեմ, բաց թողնի, հանեմ ձեռս։ Ուրիշ ոչ մի ձև չեմ կարա։ Հետո ասում եմ հանգստացար, հա, թեթևացար, հա, դե իմ ինձի լսի, չի կարելի, հարազատ։ Վրից այդ տեղ չմնաց։ Հետո նայում է ինչ արի, զարմանում է, որովհետև չներումը մարդու միտքը նեցա փակում, ու ինքը գիտակցություն կորցնում է։ Եթե հանկարծ բռնեց, մտնելու է սիրտը, մտավ սիրտը դիվարվելու է։ Մի հայ են գթե, իմ մոտ աշխատող կար, ինքը կշտված մարդ էր ինձ իլիգեն։ Պլիտկա է շարում նեղվում է, ասա այդ մարդ քեզ պես ինձ իլիգեն մարդն ինչի է եկե պատիեզնում պլիտկա շարում։ Բանաստեղծ 20 տարուց հետո տեսա մի անտուն մարդ բոնժեն ասում էլի, վրից sense հոտ էր գալի։ Մոտիկացավ, ասավ սալամ ալեյքում, ասի Իսուս Գասպոտ։ Ինձ տեսնամ, ինձ միշտ հասկանում եմ տալի։ Sense նայեց, սիգարետ կտաս, ասի չեմ սոր։ Նայում եմ դեմքը ծանոթ է։ Ասի Գագո դու ես։ Sense այս հա, ես եմ, մենք ծանոթ ենք։ Ասում 20 տարի առաջ դու Լաբաչևսկի աշխատել ես, ասում հա, Դավիթի մոտ եմ աշխատել։ Ասում ես Դավիթն եմ։ Դու տղեն մարդը դարել էր բոմժ։ Դուս ներքնում։ Կեղտոտ, փաթթվեց ինձ, կեղտոտ։ Ինձ իսես պաչում է, սիրում է, հետո տղուս փաթթվեց, պապաս այսօր։ Ես եք ու տղեն ասում հա, ասում Գագու ջան, ես ինչ օրի հասար, դու այնախ պլիտկա շամ շատ հոժար է հիմի։ Գիտեք, տարանք, հագցրինք, գործ ճարեցինք, տեղ ճարեցինք, փախավ նորից գնաց։ Ես ու հարցրին ինչի՞ց է ինքը տենց եղել, չեք հավատա ինչի է բոմժ դարել։ Չներումից։ Երկու աղբեր հորտունը չեն կիսե, չի կարողացել տվել խմելուն, դարել էր բոմժ։ Էս ինչ աստիճան կարա մարդուն մարդկությունին զրգի ես չներումը։ Այդ տան հիմա կռիվարի քուչեքը մնացիր։ Ու այն աստիճան, որ բժշկում ես, լավանում է երարը նորից գնում է բորոտում։ Բերում ես, լողացում ես նորից մը կեղտի մեջ։ Երկու հայ փորձեցի, բերեմ, երկու հայներ գնացին։ Իմ ցավ է ապրում, հայերի մեջ դες բան դերետքի եմ տեսել, ռուսների մեջ շատ կան։
ու սաղի սրտի մեջ ում հետ խոսում ես սաղ չներում էր։ Հիմի պատկերացրեք հարազատներ ջան, մենք Սուրբ Հոգի ունենք, մենք ունենք այդ հնարավորությունը ու զորությունը ու խոսքը, որ Աստված տվել է շնորհքը, մենք կարանք, ընդհանրապես պետք է ուզենք։ Պետք է ասես, Տեր ջան, ես ուզում եմ, չեմ կարա։ Այդքանը հերիք է, որ Սուրբ Հոգու շնորհքը քեզ տա այդ զորությունը, որ այդ մարդուն որ չարություն ես, ցավ ես կամենում, Աստծո պատիժն ես կամենում, եթե լա գիտեք դիվական բան։ Մի կամեցի նրան ու Աստված պատժի։ Մի ասա իմ հանդեպ ողորմա, իրան հանդեպ արդար դատաստանարա։ Մի այդ հոգևոր բան չի, այդ դիվական ցանկություն է, ոնց է Աստված պատժի, հետո էլ ավարիա տալի, ասում ես, ահա Աստված պատժեց։ Ոչինչ ու երեխեքներ վնասվեցին։ Այդ հոգևոր մարդը դա չի կարող մտածել, եթե տես մտքերը գալի, շուտ ծնկի արի Աստծո ներողություն խնդրի, փագի այդ մտքերը։ Գիտեք, ուզենք թե չուզենք, մենք ամեն օր հայր մեր ենք ասում։ Ուզենք ու չուզենք ամեն օր պետք է ներենք։ Երբ որ Հիսուսին ասեց քանի անգամ, ասում հիշում եք ինչ պատասխանեց։ Ոչ թե 7 անգամ, 7 անգամ 70 անգամներ։ Այսինքն ամեն օր ներելու ես։ Բա ներեմ ինքը տանից առիթավորվի։ Հարազատ ջան, ձև կա։ Ճիշտ իրան ասա, ների ու հերո մնա, եթե ինքը չի ընդունի ասխալը։ Եթե ընդունում է, ավելի մտերմացի, ել չթողնես, որ չարը բռնի իրան։ Այնց արա, որ ինքը վիրավորում է, ել չվիրավոր։ Թեկուզ ինքը սխալ է։ Մի կեմիս, եթե ինքը մեսից գայթակղում է, մի ասա։ Պրոստը այնքան սիրի մի չէ մեծանա։ Եթե դու ուզում ես, որ սիրտդ պաշտպանվի ծեղնի, որ գրված է սաղից շատ պաշտպանի քո սիրտը, սաղից շատ ինչ ես պաշտպանում, քո անձդ ես պաշտպանում, փողերդ ես պաշտպանում, ընտանիքդ ես պաշտպանում, հավատքդ ես պաշտպանում, սաղից շատ պաշտպանի քո սիրտը, այդտեղից է կյանքի աղբյուրները։ Ու այդ չներում է մտնում ոչ թե գլուխդ, այլ մտնում է սիրտդ, ու ինքը սկսում է իշխել քո կյանքը։ Սիրելի եղբայրներ, քուրեր ջան, ես չգիտեմ, ստեղ կան դե մարդիկ կարող է Աստվածտա չլինի, բայց եթե Աստված սրտում ես դրեց, ես խոսքով ձեր հետ կիսվեմ, ես կարամ ասեմ, ինչի ես պետք է ներեմ։ Նրա համար, որ իմ զոհս Աստված ընդունի։ Եթե չներեմ, զոհասեղանի գցելը չի անցնելու։ Ես պետք է ներեմ, ոչ թե մարդու մայթ ներեմ, որ իմ աղոթքս Աստված լսի։ Ես պետք է ներեմ, որ Սուրբ Հոգին չվիրավորվի, որովհետև Սուրբ Հոգին ոչ եղավ, ես չեմ փրկվի։ Սուրբ Հոգու միջոցով է փրկությունը։ Նա մենակ ինձ կարա օգնի, որ ես հաղթարեմ այդ մարմենից ցանկությունները, մարմենից մտքերը հոգու շնորհիվ։ Ես պետք է ներեմ, որովհետև իմ բարձյալի որդին եմ։ Գրածա ձեր բարձյալ հորը որդիները կեղնեք։ Ողորմություն պետք է անեմ, որ իմ հորը որդին եմ, որովհետև ես իր կերպարանքն եմ գրում։ Տունը ինչ սովորում ես, այդ դուսը պետք է անես։ Եթե քո հերդ ողորմած է, եթե քո հերդ ներող է, դե հարազատ ջան, ցույց տու հորդ սերը։ Հիսուսը ինչ հորդ մոտ տեսել եմ, էդ էլ անում եմ։ Եթե դու գնում ես այլ ազգին կամ մուսուլմանին քարոզում ես, որ ինքը սխալ է, դու ճիշտ ես, իր համա կապ չունի։ Եթե դու իրան չես սիրում, իր քարոզը չի անցնի, որովհետև դու պետք է ասես Աստված քեզ սիրում է։ Իսկ դու գիտեք, ես մի անգամ մի տղու գնացի սպիդով հիվանդ էր, գնացի ու ավետարան եմ։ 6 ամիս կյանք էին տվել։ Որ գնացի ավետարանը Սուրբ Հոգին իր մեղքը բացեց ինձ։ Հայ տղա էր։ Ասում եմ դու ինչի՞ց ես սպիդն, ասում է դե կարող է ստոմատոլոգից, այնտեղ ստոմատոլոգիայից այս բաներ եղնում է։ Եվ Սուրբ Հոգին ինձ ասեց, որ ինքը համասերությունն է, տանցանք։ Ասի ես գիտեմ ինչից ես դու հիվանդացե, ասի ինչի, ասի որովհետև դու մեծ մեղք ես գործել, այդ մեղքի անտվի ու ցույց տվեցի հռոմեացիս թղթերում որ դեղա գրած, որ տաղամացած հետ վերաբերում որ կանայք։ Ինքս էս նայեց, մորը կանչեց, ասում մամա, տես իմ մեղքի մասին ստե գրած է։ Սենց արես, դու ասում ես ինձ, ես գիտես ասում ինչի չասեցի։ Դու ճիշտ ասում ես Հիսուս ինձ սիրում է, ինչ մեղք է գործեմ, չէ՞։ Մի հատ խոստովան է, միջև այդ ասել եմ Տեր ջան, ամեն տեղ տար մենակ տրանսպորտ չտանես։ Հենց աղոթեցի ինձ տարավ այդ մարդու մոտ։ Հիմա պատկերացեք, մեջս ատելություն կար այդ մարդկանց հանդեպ, զզվանք կար։ Տարավ այդ մարդու մոտ։ Ու գիտեք հետաքրքիրն է, անպայման գործի Աստված, բժշկությունն եղնի, կյանքի հարցը։ Այնդ չի որ կարող է մահացու հիման չնե մի ձև փախնեի, բայց այստեղ գնամ, չասեմ, այստեղ կյանքը ինձանից ծառնուկ պահանջվի։ Սենց ես գիտեմ որ Աստված ինձ սիրում է։ Հիմի ու դու իմացար ես ինչ սխալ եմ թույլ տվել, մի հանգամ ա եղել։ Դու ինձ սիրում ես, որ չասեց։ Կողքես օգնականց անստած, ասի հա սիրում եմ։ Սենց երեսս նայեց, դու սիրում ես, այս պիցան վերցրու, կեր։ Այսինքն ձեռքը վերցրեց տվեց ինձ։ Սենց նայում եմ, ինչ է կարծում, ես ինչ պետք անեմ։
Այսքան ժամա քարոզես հարամ մա սատանան։ Եթե ասեմ, ախպեր կուշտ եմ, շնորհակալություն, եկալա կերա։ Դուս եկանք իմ օգնական անգաս կանչասներ, դուրը բացեց հետվեց, այդ ոնց կերար։ Ասում չգիտեմ, ախպեր ոնց կերա։ Ոչ համ եմ զգացել, ոչ բան։ Գիտեք, եթե անտուն մարդուն քարոզում ես, եթե իրան ատես, ինքը կզգա, զզվես կզգա։ Փաթաթում ես իրան, ասում ես Հիսուս քեզ սիրում է, ինքը սկսում է քեզ լսել։ Ոնց կարաս դու սիր քարոզես ատելությունը սրտում հետ։ Ոնց կարաս դու չծառայես նրան, ում որ կանչված ես, չէ՞ սերը ծառայություն է։ Ոնց կարաս պոստը լսող եղնես։ Լսեցիր 10 տվիր всё, ու տեսա կյանքդ։ Սիրելիս։ Սիրել մաքուր սրտով եւ ներել ամբողջ սրտով տանք իրարից անբաժանելու բան են։ Չես սիրի վախի մեջ կապրես։ Մենակ սերը կարա քշի վախ։ Չես ների ատելության մեջ կապրես։ Չել չկա զորություն։ Ես երբ որ կարողացա ներեմ նրան ում որ ատում էի, միջև Աստված այդ մարդու հետ ինձ հանդիպացրեց, չկարողացա։ Ասի ներել եմ, զատո ինքը թիլվիզ ապրել չեմ տնա։ Ինչ թիլվիզ։ Այդ պահին այդ մարդը կլաս դերես նկարից տակ։ 10 տարի այդ մարդու չեր եմ աչքից։ Հենց որոշեցին ներեմ, եկավ կլաս դերես։ Դες մտա ինչ է։ Ինչի թիլվիզ։ Այնա մտի, գրի, կներես ու մազերդ փոկել եմ։ Հարսից մազեր փոկել եմ։ Ինքը ինձ վիրավորեց, մորս վիրավորեց, ես էլիան ծեծեցի։ Բայց չկարողացա հաղթել, ինքը ուժեղ էր։ Ու այդ ատելությունը մտել էր սրտից մեջ, ես հենց տենդում էի սերիալի մեջ բելաննը մազերս բիզբիզ էր կանում։ Հենց խանութեն գա բիլա, ես նորից հիշում եի գժում էի։ Ու ինձ համարում էր հեշտ ներող մարդ եմ։ Ես հեշտ ներող մարդ եմ, բայց այդ մեկին չէի կարող ներել։ Ու գիտեք, Աստված միջև ինձ ծառայություն վստահելը օգնեց ու բելայները։ Ասեցի ինչ անեմ, Տեր ջան, մա գրի ու իրան ներել ես, ու իրանց ներողություն խնդրի։ Գինես ասում է, եթե դու դա անես, սա հավալաբարով կասի, տեսակ ոնց ավտարիզետի չոքասրեցի ես։ Աղբորը, ավտարիզետ աղբորը չոքասրի։ Մամա դիմանա, որ դու իրադ հաշտվել ես, ձեր տնուն քանդողնա։ Պատկերացնում եք։ Ասի չէ, ես ոչ մորս խաթեդի պայման, ոչ ես պետք է Աստված պայմանացնել, դու փախնեմ։ 10 տարի չկար այդ մարդը իմ կյանքում հայտնվեց։ Եթե ուզում ես ներես, պետք է այդ մարդու մոտ գնաս, ուրիշ ձև չկա։ Գերեցի Բելա ջան, ես մի հատ բան ունեմ քեզ ասելու, գիտես այն Դավիթին, որ դու ճանաչում ես, մերելա չկա։ Հիմի ուրիշ Դավիթ հոգևոր։ Ես ուզում եմ քեզ ազ ներողություն խնդրեմ, որ ես չկարողացա քո տկարությունը համբերեմ վիրավորական տանեմ։ Ես կարծում եմ, եթե դու ինձ ներես, որ ես քեզի հալածեցի, Աստված ուրախ կլինի։ Ու ղրգեցի ու ասի, «Всё, հեսա հայանքներ կգա, հեսա հալածան կգա, խայտրակ են»։ Գիտեք ինչ գրեց։ Էս ինչ ես ասում, եղբայր։ Այդ ես քեզանից ներել, այդ ես եմ մեղավոր։ Եվ ինքը այդ առիթ եղավ ու թողեց իմ աղբորս մորը երեխու հետ շփվել։ Եւ հաշտվեցին բոլորը։ Մի հատ հասարակ ներում։ Չգիտես ինչի մարդիկ ով մեռնում են աշխարհիկները։ Հենց փրկության վախը տա գալիս, անկախ իրաց յանք գնում են սաղից ներողություն խնդրելու։ Չէ՞։ Ուզում եմ պարտքել, նկատել եք, Աստված ինչ սրտում դնում է։ Հենց այդ անգամ անում են, Աստծո շնորհքով գնում են։ Տեսնում եք, որ ինչքան ապասնի բան է չներումը, ինչ մեծ օրհնություն է ներումը հարազատ, ինչ մեծ օրհնություն է։ Երջանիկ կեղնես, եթե ներողամիտ սիրտ ունենաս, հանդուրժողական, միշտ հասկացի մարդն, ու միշտ քեզ ասա, ես մարդուն մի հատ խորհուրդ տամ ու աղոթենք։ Եթե չես կարող ներես, հայացքդ փոխի։ Եթե մարդը չի փոխվում, դու փոխվի իր հանդեպ։ Պատկերացրու սենց։ Օրինակ, եթե խելագարնոցում ես, գժանոցում հիվանդը բժիշկը հիվանդներից նեղանա, ինքը կարա իրանց բժշկի։ Այդ հիվանդները ինչ ասես ասում են իրան, քվրտում են, վիրավորում են։ Ինքը խեղճում է իրանց։ Եթե ուզում ես ներես, դու իրան նայի որպես հիվանդին։ Այդ մարդը հիվանդացել է, չարին տեղ ատվի, թե հավատացյալ է, թե անհավատա։ Դու նայես իրան որպես հիվանդին, դու խղճաս, որ խղճաս, չի եղնի քո մեջ չարություն։ Ատելություն չի եղնի։ Դու պրոստը չես էլ նեղանա։ Ու այդ մարդը տեսա, որ դու չես նեղանում, հավատացեք։ Սաղ ազգերին, սաղ կրոնի մեջ ինչքան մարդ կա, դա զարմացնող բան է։ Ու մտերմնացնող բան է։ Ինչ ազգ ուզում է եղնի, ինչ կրոն ուզում է եղնի, անանարին բան է։ Եթե դու կարողացար թշնամուց սիրես, դու հաղթես աշխարհի ամենազորավորին, սատանային։ Եվ այն զորավորը, որ տիեզերքի ու մեր զորավորն է, իր հաղթանակը քասեցնես իր նպատակին։ Բերեք օրհնություն եղնենք ուրիշների հիմա, ոչ թե անեծք։ Բերեք մենք որոշում կան, մենք ներենք, թող մեզ չներեն, թող մերյունը չընդունեն, մենք ներենք, թող առիթավորվեն, դատացնենք տանք Աստծուն։ Ինչ ասա։ Նա ասավ, երբ որ հայոյում էին իրան, ինքը բան չասեց Հիսուսի մասին։ Նա ասավ, երբ հալածում էին, ինքը ուժ ուներ, կարար պատասխաներ։
Չպատասխանեց։ Գարին նման լուր վիզը դրեց մորթողին։ Ինքը ինչ արեց։ Օրինակ ցույց տվեց։ Էսա խաչի ճամփան։ Հիշեք Քրիստոսին, ուզած չուզած, եթե իրան սիրում եք, կգտնեք ձեր մեջ ուժ Սուրբ Հոգու զորությամբ եւ կներեք դաժե ամենաչար մարդին։ Եվ շատ հնարավոր է, ու այդ ամենաչար մարդը դառնա ձեր ամենամտերիմ հնգերը։ Տիրոջ շնորհիվ, որտեվ Աստված տենց ասում է։ Եթե քո ճանապարհն այդ Աստծուն հաճո լինի, Աստված քո թշնամին քեզ հետ կընկերացնի։ Բայց եթե դու ուրախանաս, ասում է թշնամու դվարինքնելուց, էլ չասեմ ինչ կերնի, չէ՞։ Այդ թշնամուն քու դեմ կանի։ Ու մի զարմացի, որ քեզի հարսը հալածում է կամ կեսուրդ։ Դու արդեն ասում հաճո չես եւ չարը նրան քու դեմ անը։ Ապաշխար ինքը, դու էլ դի ապաշխարես։ Երկու դեպքում կապ չունի ով է ճիշտ։ Ով որ չարին տեղ է տվել, նա սխալ է։ Երկուսն է սխալ են։ Սուրբ կյանքը գիտեք ինչն է։ Անչարությունն է։ Որտեղ կա չար բան, կապ չունի ինչա, տեղ սուրբ բան չկա։ Բերեք ոդիկանը գաղութ։ Ես իմ կյանքում չկա մի մարդ, որի ներած չեմ, դաժե հորս սպանողին ներել են։ Ու ես հատուտի գնամ Արիոլ քաղաք, իրան գտնեմ, եթե սաղա, իրան նվիրեմ այն գիրքը, որի աղջիկը տվել էր իմ հորս։ Իրան նվիրեմ այն նոր կտակարանը, որ իր աղջիկը հավատացյալ տվել էր իմ հորս։ Եթե գտա կանեմ, եթե չգտա, սիրտս ազատ կնի, որովհետև ես համաձայնության եմ եկել այդ մտքի հետ։ Բայց ես ուզում եմ աղոթեմ, որպես մի մարդ, որ դու սրտում ունի չներում։ Եթե դու չես կարող դա ասես, չես կարող արտահայտվես, կրկնի իմ խոսքերը ինձ հետ, բաց սրտով կրկնի։ Ու եթե ուզում ես շուտ ազատագրվես, այդ մարդու անունը տուր, կամաց, կողքինը չիմանա։ Ասա ինչ արա քեզի։ Ասա դու ինչ ես զգում իր արածի հանդեպ։ Եվ ասա Տեր, ուզում եմ ներեմ չեմ կարա։ Ու տես ինչ խաղաղություն գտնես։ Եվ այսօր քեզ մա լավ որ կերնա ապաշխարության։ Վերեք գլուխները կախենք եւ աղոթենք։ Հայր Աստված, փառք ենք տալի քեզ։ Քու մեծ հրաշքի հիմա, որ քու միածին որդուն տվեցիր մեզ, որ մեզի ներեցիր ու մեր մեղքերը ծածկեցիր Քրիստոսի անունով։ Մենք արժանի չէինք, Տեր ջան, բայց դու արժանացրիր։ Ես խնդրում եմ քեզ, Տեր ջան, ինձ ողորմություն անես։ Եվ օգնես ինձի Սուրբ Հոգու շնորհիվ իմ սրտից հանեմ չարությունը, որը մնացել է։ Ես շնորհակալ եմ քեզ, Հոգու շնորհքով դու ինձ մաքրել ես ու շատ բաներ ազատագրել ես, բայց բաներ կա թողել ես իմ բաժինը։ Իմ բաժին մեջ ես հավատարիմ չեմ եղել, չեմ ուզեցել Տեր ջան։ Հիմի ես ասում եմ, ուզում եմ Տեր Աստված ջան, բայց չեմ կարող։ Օգնի, որ սրտանց ներեմ իրան, որ իրան չարը չցանկանամ եւ բաց թողնեմ իրան։ Եթե կարելի է Տեր ջան, հնարավոր է իմ կողմից իր հետ հաշտ տեղնեմ Տեր։ Խնդրում եմ քեզ Տեր Աստված, ների իմ մեղքերս, ու ների իմ մեղքերս, ոնց որ ես կներեմ իմ պարտապաններին։ Թող քո անունը փառավորվի, օգտագործի ինձի, որ իմ ավետարանի խոսքը զորություն ունենա եւ քո շնորհքը անպարտ չմնա։ Որտեղ չկա սեր, այնտեղ սեր թող գնա իմ միջոցով Տեր ջան։ Ինձի տարնդեղ, որտեղ չկա ներում, թող իմ միջոցով գա այդ ներումը Տեր։ Ինձի տարնդեղ, որտեղ չկա խաղաղություն, ես եղնեմ խաղաղությունը որդիները Տեր։ Ինձ օգտագործի քոպես քո անոթը, քանի որ դու իմ Տերն ես ու փրկիչ ես։ Քեզ եմ ես հնազանդել։ Ինձի ներող, իմ մեղքերը, իմ վերքերը բժշկող։ Օրհնյալ լինի քո անունը, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Հալելույա, ամեն։